Կախարդական ձին, լատիշական հեքիաթ։ Մի տղա դարբնի մոտ աշակերտ է լինում։ Ամբողջ օրը ինչ-որ երկաթներ և պտուտակներ է սարքում։ Նրա մոտ մի ամբողջ պարկ հավաքվում է այդ բարիքից։ Տղան այդ երկաթներից ու պտուտակներից մի ձի է սարքում։ Եվ դա այնպիսի ձի է լինում, որ օդում էլ է թռչում։ Այդ ձին մի պտուտակ է ունենում, որը երբ պտտում էին, ձին ավելի ու ավելի էր վեր բարձրանում։ Իսկ մի ուրիշ պտուտակ էլ ուներ, որը պտտելիս նա իջնում էր ցած։ Աշակերտը բոլորին ցույց է տալիս իր ձին, և մարդիկ դրա համար փող են տալիս նրան։ Մի անգամ նա գալիս է թագավորի մոտ և ցույց տալիս իր ձին։ Թագավորի տղան խնդրում է, որ աշակերտը թույլ տա իրեն զբոսնել կախարդական ձիով։ Աշակերտը թագաժառանգին նստեցնում է ձիուն, ցույց է տալիս, թե որ պտուտակը և երբ պտտեցնի, ու թագաժառանգը սլանում է։ Նա շատ է վեր բարձրանում և արդեն ուզում է ետ վերադառնալ, բայց չի կարողանում ցած իջնել։ Ձին սլանում է առաջ ու առաջ։ Թագաժառանգը մոռացած է լինում, թե որ պտուտակը պիտի պտտեր, որ ձին իջներ երկիր, իսկ ձին արդեն շատ հեռու էր թռել։ Վերջապես թագաժառանգը հիշում է, թե որ պտուտակը պիտի պտտի։ Պտտում է և իջնում է երկիր, բայց դա մի անծանոթ երկիր էր։ Թագաժառանգը քանդում է իր ձին, պտուտակները դնում մի պարկի մեջ և մնում ապրելու այդ երկրում։ Դու մի ասա, թագաժառանգը իջած է լինում հենց այն քաղաքը, որտեղ ապրում էր այդ երկրի թագավորը։ Թագավորը իր մինուճար աղջկան պահում է մի շատ բարձր աշտարակում, որ ոչ մի մարդ չկարողանա գնալ նրա մոտ։ Թագաժառանգը շատ է զարմանում, երբ տեսնում է այդ տարօրինակ աշտարակը։ Սկսում է մարդկանց հարց ու փորձ անել դրա մասին։ Եվ մարդիկ պատմում են նրան ճշմարտությունը, որ այդ աշտարակում փակված է թագավորի աղջիկը։ Թագաժառանգը որոշում է ինչ գնով էլ լինի տեսնել այդ աղջկան։ Սպասում է մինչև գիշեր, ու երբ բոլորը քնում են, նստում է իր ձին ու թռչում է արքայադստեր մոտ։ Արքայադուստրը մի գեղեցկուհի է լինում, և նրանք իրար շատ են հավանում։ Մի գիշեր մնում են միասին, հետո երկրորդ գիշերը, երրորդ, և ահա թագավորի պահակները նկատում են, որ ինչ-որ մեկը լինում է արքայադստեր մոտ, և այդ լուրը հասցնում են թագավորին։ Թագավորն էլ հրամայում է մի մեծ թակարդ սարքել և դնել դստեր պատուհանի մոտ, որ հենց հյուրը ուզենա ներս մտնել պատուհանից, ընկնի թակարդը։ Առաջին գիշերը թագաժառանգը զգույշ էր և չի ընկնում թակարդը։ Իսկ մյուս գիշերը, երբ դուրս էր գալիս պատուհանից, բաճկոնի փեշն ընկնում է թակարդի մեջ և թագաժառանգը ստիպված է լինում դանակով կտրել փեշը։ Առավոտյան թագավորը նայում է ու տեսնում, որ թակարդի մեջ մնացել է միայն ինչ-որ բաճկոնի փեշ։ Ամբողջ քաղաքով մեկ ուղարկում է իր զինվորներին, որ գտնեն բաճկոնի փեշը կտրած մարդուն։ Փնտրում են զինվորները, շատ են փնտրում և վերջապես գտնում են։ Բռնում են թագաժառանգին և մութ բանտ նետում։ Արքայադստերն էլ են բանտ նստեցնում այն բանի համար, որ ընդունել է թագաժառանգին։ Նույնիսկ նշանակում են երկուսին էլ կախաղան բարձրացնելու օրը։ Ահա կախաղանն էլ է պատրաստ։ Նրանց տանում են կախաղանի մոտ։ Հարցնում են թագաժառանգի վերջին ցանկություն։ Թագաժառանգը պատասխանում է, որ միայն մի բան է ուզում՝ պտուտակները պտտել։ Թագավորը համաձայնվում է։ Թագաժառանգը հավաքում է իր երկաթե ձին, հեծնում է վրան, առջևում նստացնում է արքայադստերն ու նույն ակնթարթում սլանում երկինք։ Թագավորը մնում է բերանը բաց։ Թագաժառանգն ու արքայադուստրը ուրախ հարսանիք են անում։
ապրում են երջանիկ մինչ այսօր իրենց հարազատ երկրում։